ֆաստ-ֆուդական ռեստորան։ Բարև ձեզ, հարգելի հավաքվածներ, ես ծնունդ եք անում։ Սարգիսը գտնվում է ԱՄՆ-ում, Ամերիկայում։ Որոշել է անակնկալ անի իր լավագույն ընկերոջ Վարդանի կնոջը։ Քրիստինեի ծննդյան օրն է եւ Սարգիսը Քրիստինեին որպես քույր է ընդունում, այնպես որ այսօրվա այս անակնկալը, այսպես ես կվերնագրեմ, որ անակնկալ սիրելի քույրիկին, հիմա մենք գնում ենք այդ սերը հաստատելու, այդ արգանքը պահելու Սարգիսի կողմից։ Վարդանի եւ Քրիստինեի 31 տարի միասինն է։ Քրիստինե քույրիկ, թող ձեր սրտերը միշտ առողջ, բաբախի եւ միմյանց համար։ Մի հատ է պաչիկ թուշիկից։ Ծափեր տվեք, ծափեր, բարձր, ավեսով ծափեր ենք տալիս։ Սա մի հաշկ է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Ընկերներ, կարծես թե Սիսն ու Մասիսը իրար հետ կռվել են եւ Մասիսը գնացել է կողքի սենյակ, Սիսին թողելով մենակ։ Печальная история. Հիմա միայն Սիսն է երևում կադրերում, ես մի անգամից արդեն պահը բաց չեմ թողնի ու կասեմ ուր են գնում։ Նայեք, ընկերները շատ են իրար սիրում եւ մի ընկերը արդեն վաղուց վանից գտնվում է ԱՄՆ-ում, Ամերիկայի մետևորդներ, բարև ձեզ, հուսով եմ տարածում եք մեր տեսանյութերը եւ այնտեղի հայերը լավ տեսնում են մեզ, մեր արած գործը, հայրենիքը, այնպես ինչպես որ կա առանց գեղարվեստական լուծումների, այո, լրիվ անկեղծ մեր հայրենիքը ցույց ենք տալիս, այնպես որ հրավիրում ենք բոլորին, դուք էլ օգնեք մեզ, որ հրավիրենք մեր ամերիկացի ընկերներին, որովհետեւ այսօր պատվերը հենց ԱՄՆ-ից է։ ԱՄՆ-ից ընկերը որոշել է անակնկալ անի իր ընկերոջ 50-ամյակին, ինչի առիթով ես ու Վարդանը տորթը, խլապուշկան եւ ծաղիկը գնում ենք շնորհավորենք նրա ծննդյան օրը։ Բա կասեք ծաղիկը ուր է ստանում, այա։ Ես էլ ասեմ, ծաղիկը տանում եմ նրա կնոջը նվիրենք, որ մեր պատվիրատուի ընկերոջը լավ նայի, լավ պահի։ Իսկ քիչ հետո կճշտեմ արդեն անուններով հանդես կգամ։ Միչ իմ ճշտելը դուք սկսեք արդեն տարածել ԱՄՆ-ում մեր գեղեցիկ հայոց ալիքը, հրաշքը հայկական։ Տարածեք եւ վայելեք այս տեսարանը Հայրենիքիս ջուրը զուլալ անմահակալ Հարգելիներս, նոր ես փոքր ինչ անակնկալի եղելությունը սխալ ներկայացրեցի։ Իսկ հիմա ճիշտը կներկայացնեմ։ Սարգիսը գտնվում է ԱՄՆ-ում, Ամերիկայում, բայց եմ որ ասել եմ տարածեք, դա ճիշտ եմ ներկայացրել։ Դուք տարածեք, մնացածը հիմա կպայմանավորվենք։ Սարգիսը գտնվելով ԱՄՆ-ում որոշել է անակնկալ անի իր լավագույն ընկերոջ Վարդանի կնոջը։ Այսօր նրա ծննդյան օրն է, ոչ թե ընկերոջ, այլ ընկերոջ կնոջ ծննդյան օրն է։ Անունն էլ Վարդան, Քրիստինե։ Քրիստինեի ծննդյան օրն է եւ Սարգիսը Քրիստինեին որպես քույր է ընդունում, այնպես որ այսօրվա այս անակնկալը, այսպես ես կվերնագրեմ, որ անակնկալ սիրելի քույրիկին, որովհետեւ մաքուր ու ջերմ հարաբերությունները հենց այսպես են լինում, ընկերներ։ Երբ որ մարդը արյունակցական կապով քո քույրը չի, բայց հարգում ես այնքան, որ քրոջից էլ թանկ է դառնում ինչ-որտեղ։ Հիմա մենք գնում ենք այդ սերը հաստատելու, այդ արգանքը պահելու Սարգիսի կողմից։ Սարգիսը եւ իր ընկերը Վարդանը արդեն բավականին ժամանակ իրար չեն տեսել, բավականին երկար հազարավոր կիլոմետրեր հեռու են իրարից, բայց սերը չի տուժել, հարգանքը չի տուժել, մի բան էլ ավելացել է։ Իսկ այսօրվա մեր այս այցը հենց դրա վառ ապացույցն է։ Հիմա մենք գտնվում ենք ընկերներ կոնկրետ Խորվիրապում։ Ո՞վ է եկել Խորվիրապ։ Մեր այն վանքն է, որտեղ որ Գրիգոր Լուսավորիչը կրել է իր տանջանքները, որտեղից որ դուրս է եկել եւ որի արդյունքում հայոց աշխարհը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Սա այդ տարածքն է, ընկերներ, տեսեք, թե ինչպիսին է։ Բոլորը գնում ու նկարում են Խորվիրապը, բայց նրա շրջակայքը չեն նկարում։ Հիմա այստեղ ապրում են մեր հայրենակիցները, ստեղծագործում են
հայոց օջախներ են, հայոց դաշտերն են եւ մշակվում են խնամքով։ Այնքան ավելի շատ մանրամասներ են པարզ դառնում, ընկերներ, այսօր նաեւ մեր Սիրահար զույգերի Վարդանի եւ Քրիստինեի 31 տարի միասինն է։ Այո, 31 տարի նրանք արդեն ամուսիններ են, ստեղծել են հրաշալի ընտանիք, հարաբերություններ եւ կրկնակի տոն է մի խոսքով։ Մեր Վարդան եղբայրը շարքչուստերի է, թիտերի է, կնոջ ծննդյանորն է ամեն ինչ արել, որ այսպես ամեն ինչը միտեղ նշի, սա հարցերը միանգամից լուծի։ Да? Молодец. Վարդան եղբայր, լայք, ռեսպեկտ, անգամ Ամերիկայից են ասում դա։ Հալալա քեզ բարեկամս, գալիս ենք։ Ընկերներ, մենք մուտք ենք գործում Երևան եւ սա այն հատվածն է, որ ես շատ կուզենայի, որ այստեղ անպայման մի օր դնեն լուսացույց, քանի որ կարիքը շատ կա։ Մարդիկ երբեմն արտաշատ գնալու համար բավականին երկար կանգնում են այնտեղ, որովհետեւ բետոնե ճանապարհից շարժը շատ է եւ անընդհատ մեքենաներ են գալիս, ինչ-որ կերպ կարելի է այնտեղ ստեղծել այդ հարմարությունը, որ բոլորն էլ իրենց գործերից չուշանան եւ ժամանակին հասնեն տեղ։ Մի երկու անգամ բախտ ունեցել եմ այնտեղ մնալու, դրա համար եմ ասում։ Այնպես որ լավ կլիներ, որ այնտեղ լիներ լուսացույց։ Իսկ ով համաձայն է, սեղմեք լայք ու ասեք, որ համաձայն եք, որ ես ճիշտ եմ ասում, էլի, չեմ հորինում։ Ընկերներ, հիմա մենք բարձրանում ենք Սարիթաղն, հա, թե Նորք Մարաշը։ Նորք Մարաշ կամ Սարիթաղով, հա, ով ճանաչում է ծանոթ է տեղանքին, փուչիկն էլ վկա։ Փուչիկն էլ չկարացին պայծնեմ, ախր, ուզին պայծնեմ, բայց չէ, չկարացին։ Չստացվեց ինձ մոտ։ Բոլորա պտույտներն են, ընկերներ։ Սա մեզ տանում է ուղիղ ջրվեժ թաղամաս, որտեղ էլ հենց մեր առիթն է, Լուսե առիթը, այո, ընկերներ, ոչ միայն ծննդյան օր է, այլ նաև ընտանիքի ծննդյան օր է, կազմավորման օր, առիթը կրկնակի տոն է, և այդ ամենը եռակի, 31 դետ ասել եմ, և այդ առիթը, ընկերներ, ստեղծել է մեզ համար պարոն Վարդան մեծ աղբերը, արա շատ խելացի է, ես հիանալով գնում եմ, հիանանք բոլորս։ Ամեն ինչը տեղը տեղին ճիշտ ժամանակին կազմակերպել է մեր բարեկամը։ Գեղեցիկ, նեղլիկ, բայց կոկիկ ճանապարհներով մենք սլանում ենք ուղիղ ջրվեժ, որտեղ հավաքվում են արդեն, բան չմնաց, ժամը 6-ին պետք է նստեն, մենք մինչև 6-ը պետք է հասնենք, 6:30, 7-ի կողմերը անակնկալ անենք ու մի անգամից վերադառնանք մեր սիրելի Եղեգնաձորը, որովհետև այնտեղ էլ ունենք պատվեր, հայրիկի ծննդյան օր է, կարևոր, որ գնանք սիրուն շնորհավորենք։ День рождения, только раз в году։ Դու դեն ռաժդենյան ախպեր, ստեղա, պրծա, ոնց, դեսար, բայց լրիվ համընկավ, մենք ծնունդ են գնում շնորհավորենք և այստեղ հնչում է Գենայի Գեղեցիկ ուրախ թաղ ենք ընկել Նորք Մարաշ Սարիթաղում, Նորք Մարաշում, հա, հետաքրքիր էր իրավիճակը և ողջունելի, մեր ազգը ուրախանում է, երեխաները անհոգ մանկություն են ապրում, ինչի համար շատ շնորհակալ ենք մեր զինված ուժերին, մեր հզոր հայերին, ովքեր կարողանում են դա պահել։ Ընկերներ, ահա, հասանք գեղեցիկ շրջանաձև երթևեկություն, տեսնենք երբ մեզ պահը կհասնի, որ մտնենք շրջանաձև երթևեկություն։ Քաղաքը այդպիսին է, հերթը հերթին ուտում է, հերթակերություն է, ընկերներ։ Եվ իհարկե հերվում աշտարակը մեր հեռուստաընկերության, իմ հեռուստաընկերության աշտարակը, իմ սրտի հեռուստաընկերության աշտարակը, որը հեռարձակելով գեղեցիկ մուլտֆիլմեր և ֆիլմեր հարստացրել է իմ մանկությունը, ես շնորհակալ եմ դրա համար միայն, և մի վարորդ անհամբերությունից սիգնալ տվեց Յանիթե քշի ինչ ես կայնե չհասկանալով, որ հերթն է հերթին ուտում ընկերներ, նա չհասկացավ այդ պահը, որ հերթը հերթին հելել է և սնվում է, պատկերացնում եք։ Իսկ հիմա սնվելը մոռանում ենք նկարում ենք աշտարակը, որտեղ
աշխատում են բարի մարդիկ, լավ մարդիկ եւ հուսով եմ հասկանում են ինչ են հեռարձակվում։ Երբեմն ես ֆիլմեր ու սերիալներ եմ տեսնում, որ չեմ ուզում պատկերացնեմ, որ այս հրաշք տեղից են հեռարձակում։ Ընկերներ, իմ սյան վրայի աշխատողներ, շնորհակալ եմ ձեզանից։ Մասիվում ենք ընկերներ, մասիվցի անուշ աղբերներ և քույրիկներ բարև ձեզ։ Հուսով եմ մասիվցիները մի բարևնին չակտան կգերեն կասեն բարև անուշ աղբեր։ Հա, ես զգում եմ էլի, որ կարա այդպես բանել լինի։ Բարև բոլորին։ Մենք հիմա մասիվից 6-րդ էր մասիվը, ես 6-րդ եմ հիշելով։ 6-րդ մասիվից հիմա ուղևորվում ենք ուղիղ Ջրվեժ։ Ջրվեժում է մեր առիթը, Ջրվեժի վերևները ընկերներ, վասպուրական ռեստորան, որտեղ ուրախանում և տոնում են լավ առիթներ մեր հրաշալի հայերը, հայ ազգը, գոբելի և պանծալի հայ ազգը։ Նորից Երևան, նորից խցանումներ, թեկուզ թույլ խցանումներ են, բայց կան և միշտ լինելու են, որովհետև այստեղ է մեր բնակչության 70%-ը, մեր երկրի, մեր Հայաստանի 70%-ը ապրում են մայրաքաղաք Երևանում։ Դրա համար էլ շատ հաճախ կան խցանումներ և գերբեռնվածություն ամենտեղ ամենուր։ Հերթը հերթ ա ուտում Երևանում։ Հերթակերություն է ընկերներ։ Հիմա անցնում ենք գեղեցկագույն հարսանյաց հանդեսների սրահների կողքերով, բայց մեզ այս պահին գետ մեկ հարսանյաց սրահ է հետաքրքիր։ Վասպուրական, այո, գնում ենք վասպուրական, գեղեցիկ ընտանեկան, անակնկալ անենք ու հետեթանք։ Բոլորը զարդարված գեղեցկացած գալիս են սրահներ, հանդիսության սրահներ և նշում իրենց ժամանակը, իրենց առիթը, ուրախանում, գնում տուն քնում, առավոտ զարթում գնում գործի։ Բա էտա ինչ անես։ Ընկերներ խառն է, երթևեկությունը հելնենք վերևից ֆրանկանք, հա վարդան, ոնց ոց։ Մենք այստեղից պետք է ծախ անեինք, բայց չարեցինք, հիմա ես աչ կանեմ, որ ռազվարոտ անենք աղբեր։ Ես շատ լավ տեղ է սա, գիտես վարդան, ռազվարոտի բարեկամս։ Պատկերացնում ես չէ, ինչը ռազվարոտի տեղա լավ։ Վերջ, կատարեցինք շրջադարձը գեղեցիկ և սահուն, հիմա վերադառնում ենք ռեստորան վասպուրական, այո, տեսեք արդեն հեռվում երևում է վասպուրականը։ Հյուրերը, հույսով եմ հյուրերը եկել են և մենք երկար սպասելու առիթ պատճառ չենք ունենալու։ Քաշենք կանգնենք 0 վերջի կողքին, Վարդան կարող ես չէ իջնել։ Զանգենք մեր ընկերոջը, ով մեզ պետք է դիմավորեր և գցենք սա հարցերը տեղը։ Մոտը տել ինչ ես անում, պարապ կայնացես։ Ինչա, պիտի ես պայեմ։Ար, դաժե կարաս պայթեսնես էլ, կարաս։ Աջան։ Մարդ կա գալացով։ Ես պասենք թո գան, եվ կա ասնեն տեղ։ Եթե աղջիկները ձեր մոտ են գալի։ Դուք էլ գիտեք ձեր մոտ են գալի, չէ, ես անգամ։ Բայց տնանք Վարդան ինչ է, Վարդան։ Հիմա ատենց, Ամերիկա որտեղ է Սարգիսը։ Վեգաս, Վեգաս է խաղատանել, նա։ Վեգաս։ Ապերին մի թեթև կարծես թե մի թեթև կարծես թե պալիտ ենք լինում դու մի ասա հելել են դուրսը ֆոտոսեսիա անեն այս դարի թե հիվանդությունն է թե առավելություն այս ֆոտոսեսիան արձագանքում ասա Սարգիսը մեր տեղեկություններով գտնվում է Վեգասում։ Վեգասը Ամերիկայի ամենաուժեղ քաղաքներից մեկն է, այնտեղ կա նաև խաղատաներ, որտեղ տարեկան հարյուրավոր մարդիկ դառնում են միլիոնատերեր, շահում են միլիոններ։
ու հազարավորներն էլ դառնում են աղքատ քծի բանտերներ։ Ֆոտոնկարողը։ Վարդան դու էլ ինձ նկարի էլի։ Հազար բարին աղբեր։ Հա աղբեր, դու մերոնց ես։ Ես DJ-ն եմ։ DJ-ն ես։ Հարգելի DJ բանդ ինչա։ Գարիկ ամ։ Գարիկ աղբեր, լսի։ Բան անենք աղբեր։ Երկպես չի։ Երկպես չի աղբեր։ Նիլադը մուզիկի։ Բայց ես շատ եմ սիրում DJ-ներին, առանց DJ այսօր անհնար է ուրախանալ։ Դե հեսա որ մտան ներս, գնացել են, աղբեր լավ արին ասեկի վերջում մտ օ, վсё, բան ես անում, վերջում Գոր Եփրեմյանի սիրեցի քեզը, հետի դնում ես, մարդկանիկ մտ պարցնենք, հետի ես կազմակերպում եմ։ Կարեն աղբեր, հելանք, այդ հիմա դու ինչ պատասխան տվիր, ձեռդ ինչ ա։ Հա աղբեր, դու դեի, բայց ջանը մասը աղբեր։ Վերջում տանգո ենք պարցնում աղբեր։ Հիմա երևում եմ արդեն։ Հա, լրը։ Արդեն ընդ երևում եմ։ Գնացինք всё շախուրը դնենք։ Երաշտությունը արի պակասացնենք, ես մտնեմ սկսեմ գորմը։ Երևի թե չէ, չէ, պետք չի։ Հաշված վարդյաններ հետո սկսում ենք ուրախանալ։ Համաձայն ես փոքրիկ, հա։ Բարև ձեզ հարգելի հավաքվածներ, ես ծնունդ եք անում, բայց չէ ամեն ինչ տեսուսը փուս ծափեր տվեք, ծափեր, բարձր, ավեսով ծափեր ենք տալիս։ Ուր է մեր հոպելյարը որտեղ է նա, մեր Քրիստինե քույրիկ, ուր եք դուք, ահա նա, ուր է ձեր ամուսինը մեր Վարդանը մեծ աղբերը, ծափեր տվեք, տես մի ծիծաղեք, ծափեր, շնորհավորում ենք ձեր ծննդյան օրը, դուք ունեք գեղեցիկ անակնկալ, հələ չեմ հարցնում կողմից է, որովհետև ես մոմերը պետք է վառեմ ու ուրիշ հարց տամ, օրինակ ինչից է, որ պետք է այս մոմերը մենակ դուք չփչեք, ձեր ամուսինն էլ ձեր հետ։ Որտե մեր ամուսնության օրն էլ է։ Գիտեիք, հա, դե ծափ տվեք։ Շնորհավորում եմ ձեր ծննդյան օրը, ձեր ընտանիքի ծննդյան օրը։ Պարոն Վարդան, դուք շատ շուստերի եք։ Հենց սկզբից նկատենք, երկուսը մեկ եք արել ու ամբողջ կյանքը եթում է, չէ՞։ Հա, բա հանդիսատեսը կամ դեռ նորմալ չի խմել, կամ էլ հավես չունի ծափ տալու։ Բայց սեր ցույց տվեք, Սիրունավ չի քեզ հավանել Հիմա մի րոպե, իրար հետ եք փչում, բայց երազանք պետք է, պահեք նոր փչեք։ Ես էլ ասեմ 3, 2, 1, 0, հենց ասեմ 0, այդ օի մոտերը փչում եք։ 3, 2, 1, 0 Ապրեք։ Հիմա նկատեցիք, չէ, տորթ է, հատուկ տորթ է։ Այո։ Անես գրաշի ծննդը շնորհավոր, գրածա շնորհավոր, որովհետև կարծես թե թողնեն իմացել են, որ երկու սիրտ կա նաև այսօր շնորհավորելու։ Թող ձեր սրտերը միշտ առողջ, բաբախի եւ միմյանց համար։ Ձեր երեխաներից ով է այստեղ ներկա հիմա։ Երկուսն էլ։ Անուշ աղբերն ու քույրիկը։ Ապրեք, բագարցեք մտ պապային մամային գրկեք։ Այս տորթը ես ում տամ, ձեզ եմ տալիս, վերցրեք։ Փոխանցեք ձեր ամուսնուն։ Ձեր ամուսին թող տա ինձ, տուր, հա, всё։ Ես իմ նույն հարասատ մորի Ծափեր տվեք, Որ մանկության ջերմություն հայոց ընտանիքը։ Հիմա մեր պարոն Վարդանը նորից հիշում է իր սիրառատ տարիները։ Այս հիմիկվա սերը չէ։ Հիմիկվա սերը չէ։ Հիմիկվան չէ, այն առաջ, ոնց էր, չէ սիրում։ Ոնց էր խելագարվում, տան պատիկո կայնում էր ենքան սպասում էր։ Դե հիմա, բայց հենց ասեմ նոր ես նվիրում։ Հա, մի րոպե չնվիրես։ Ընկերներ, հենց որ նվիրի, դուք էլ մի անգամից պահ բաց չեք թողնում ու հոտ ծափ չեք տալի, մե ուրիշ ձևի։
Երեկույու, չէ, լավ, էտի տես չի։ Դե հիմա սերը եկել է, սերը կա, դե նվիրի գերկի մի հատ է պաչիկ թուշիկից։ Իմ կյանքում հեքիաթ են նոր հյուսել իմ սեր Այսքանով անակնկալները չվերջացան, մի հատ էլ անակնկալ ունենք, բայց մինչ անակնկալը DJ Ախարը անելը, մեր Անուշ աղբերը անցմորոցը։ Գարիկ աղբերը մեր DJ։ Նայեք ինչ ենք անում։ Ասում եք ում կողմից է անակնկալը։ Սարգիսից։ Բա։ Ասա։ Սարգիսը մեր պարոն Վարդանի շատ լավ ընկերն է, իսկ նրա կինը Գայանեն իր քույրիկն է։ Ճիշտ ասում չէ Գայանեն։ Քրիստինե, հա, մեկ խառնում եմ։ Դուք նրա քույրիկն եք, ձեզ շատ սիրում է, ուրախ է ձեր ստեղծված ընտանիքի համար։ Ամերիկայից ձեզ լիքը շնորհավորանքներ եւ մեր մեծ աղբեր Սարգիսը ասելա պետք է պարեք այս երկի տակ։ Այս մի հատ ռոմանտիկ մթնոլորտ ստեղծենք, հա։ Լույսերը։ Իմ սերը քեզ վկա Քեզ պես սիրուն աղջիկ չկա Սիրուն չկա Քո աչքերում սերն իմ գտա Իմ սերը ես գտա Քեզ ուրիշին երբեք չեմ տա դու հավատա Դու իմ արև իմ գարուն Աչքերդ սև սիրուն Միայն քեզ եմ երազել իմ օրերում Դու իմ արև իմ գարուն Աչքերդ սև սիրուն Միայն քեզ եմ երազել իմ օրերում Սիրտս ճանաչեց քեզ Ինձ մոտ բերեց Քո սրտում գարնան արև կարմեց Որն ինձ գերեց Սիրուն աղջիկ ես հավանել եմ Ես քո սրտին սիրահարվել եմ Կյանքու հույս ես Իսկ շպիտը մի աշխարհ Անուշ աղջիկ ես հավանել եմ Ես երդվում եմ սերս վկա Իմ սերը քեզ վկա Քեզ պես սիրուն աղջիկ չկա Սիրուն չկա Քո աչքերում սերն իմ գտա Իմ սերը ես գտա Քեզ ուրիշին երբեք չեմ տա դու հավատա Դու իմ արև իմ գարուն Աչքերդ սև սիրուն Միայն քեզ եմ երազել իմ օրերում Դու իմ արև իմ գարուն Աչքերդ սև սիրուն Միայն քեզ եմ երազել իմ օրերում Սիրտս ճանաչեց քեզ Ինձ մոտ բերեց Քո սրտում գարնան արև կարմեց Որն ինձ գերեց Սիրուն աղջիկ ես հավանել եմ Ես քո սրտին սիրահարվել եմ Կյանքու հույս ես Իսկ շպիտը մի աշխարհ Անուշ աղջիկ ես հավանել եմ Ես երդվում եմ սերս վկա Իմ սերը քեզ վկա Քեզ պես սիրուն աղջիկ չկա Սիրուն չկա Քո աչքերում սերն իմ գտա Իմ սերը ես գտա Ես մսի գործ եմ անում Տարի, որտե՞ղ մսի խանութը որտե՞ղ է։ Համար 1 մսի պասաժը Համար 1 մսի պասաժ, որը գտնվում է Ավան Արինջում Ավան Արինջում մեր Կարեն աղբերը, մեր Անուշ աղբերը հաստատ չի կարա բաց միստա, այնպես որ Կարեն աղբոր մսի պասաժից, համար 1 մսի պասաժից օգտվեք, Վարդան սենց էլի թոյ սիրուն աստիճաններ ներև այլ աղբերս, եկել ենք սիրուն էլի եթանք Մենք գեղեցիկ եկանք և գեղեցիկ էլ հեռանում ենք Վասպուրականից ընկերներ և մի անգամից առիթը բաց չթողնեմ ու ասեմ հաջողություն Կարեն աղբեր Մի անգամից ես ուզում եմ ձեզ մի լավ բան ասել 3 տաք ու տեստով առիթները Վասպուրականում ընկերներ ընդամենը 9000 դրամ աթոռը Եկեք ու վայելեք, այդպես դին չկա, եկեք քեֆ արեք, ուրախած եք ամեն ինչը տեղը տեղին եւ մնացած տենց որ նայում ես թվում է թե ամբողջ հայերս էս միլիոնատեր են
ունես գներա։ Այստեղ ամեն ինչ շատ հարմար է ու վասպուրականը իրականության հետ առնչվում է, գիտի, որ հայ ազգի ձեռը շատ չի փողը, նորմալ փող ունեն, նորմալ էլ գնով առաջարկում են աթոռները։ Իսկ մենք մեծ սիրով հիմա կնստենք մեր մեքենան ու կգնանք Եղեգնաձոր։ Երազում ենք հիմա, որտեղ հիմա մեկ ուրիշ ձևի գեղեցիկ ծածանվում է հայոց եռագույնը եւ այս ֆոնի ներքո ես կպատմեմ, թե ուր ենք գնում ընկերներ։ Մենք հիմա գնում ենք Վայոց-Ձորի մարզ գյուղ Մալիշկա, որտեղ ունենք Հայրիկի ծննդյան առիթ շնորհավորելու պահեր։ Այո, երեխաների կողմից գնում ենք շնորհավորենք Հայրիկի ծննդյան օրը։ Մնացածը արդեն կմիանանք մեր մարզից, ուղղակի որ գեղեցիկ էր դրոշի այս խաղը որոշեցինք անպայման ֆիքսելու մեզ հետ պահել այս տեսանյութում։ Այո, Մալիշկա գնալը երբեմն սկսում է երազխից ընկերներ։ Ես մեկ մեկը պեղսցիկ, մենք իմաստ ունենք ու